Ֆինանսական համակարգի հաշտարարն արդեն 7 տարի է գործունեություն է ծավալում հայաստանյան ֆինանսական ոլորտում։ Այս տարիների ընթացքում գրասենյակը բազմաթիվ բողոքներ է ստացել քաղաքացիներից։ Միայն անցած տարի ֆինանսական համակարգի հաշտարարը 3829 բողոք է ստացել։ 2015 թվականի ընթացքում մենք գրավոր ձևով քննության ենք ընդունել թվով 1448 բողոք, ինչը 13.5%-ով ավելի է, քան մենք գրանցել ենք 2014 թվականի ընթացքում։ 1448 բողոքների մոտ 78%-ը լուծվել է հօգուտ հաճախորդների։ Դրական ելքով գործերի մեծամասնությունն ի դեպ լուծվել է ֆինանսական կազմակերպությունների հետ հաշտության գալու միջոցով։ Սա շատ լավ ցուցանիշ է եւ խոսում է այն մասին, որ մեր գործունեությունը հօգուտ հաճախորդների, որոնք օգտվում են ֆինանսական կազմակերպությունների ծառայություններից, հաջողվում է։ Ընդ որում դրական ելքով գործերի 59.50%-ը լուծվում է ֆինանսական կազմակերպությունների հետ հաշտության համաձայնության միջոցով։ Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի ստացած բողոքների մեծ մասը ապահովագրական ընկերություններին է ուղղված եղել, հետո արդեն բանկերին։ Առաջինի դեպքում բողոքները վերաբերել են վնասի չափի հետ անհամաձայնությանը, վնասը չփոխհատուցելուն։ Բանկային կազմակերպությունների բանկերի դեմ բողոքները վարկային գործարքներ են մոտ 217 պահանջ, որից հիմնականում խոշոր թվով վարկերի դասակարգման հետ կապված անհամաձայնություններն են, տոկոսների հաշվարկի հետ կապված անհամաձայնություններն են վարկային պայմանագրով եւ գրավի իրացման ընթացակարգերի խախտումների հետ կապված անհամաձայնություն են։ 2015-ին քննության ընդունված 1448 գործերից ավարտված 1230-ի շրջանակում ֆինանսական հաշտարարի գրասենյակի միջոցով 176 միլիոն 708 260 դրամ է հատուցվել։ Շնորհավորում եմ ձեզ եւ շատ շնորհակալ եմ համագործակցության համար։ Ֆինանսական համակարգի հաշտարարը բացի իր աշխատանքի արդյունքներն ամփոփելուց գործընկեր կազմակերպությունների գործընկերային հարաբերություններում ցուցաբերած արդյունքներն է ամփոփել լավագույն համագործակցող բանկ եւ լավագույն համագործակցող ապահովագրական ընկերություն։ Գրասենյակը նաեւ նախորդ տարի հայտարարված Facebook-յան վիկտորինայի արդյունքներն է ամփոփել։ Արտակ Խուլյան, Սերյան Վանցյան, Հորիզոն։